Տիկին Մկրտչյան, առաջին անգամը չէ, այս դատարանում ենք, նախ ակնկալիքները դատարանից եւ հաջորդիվ նաեւ ինչու Դավիթ Համբարձումյանը եւ ինչու 7 տարի անց։ Դե Դավիթ Համբարձումյանը տանել չի կարողանում դավաճան Նիկոլին, այ դրա համար էլ իր քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշումն է, որ դավաճան Նիկոլը իրեն չի կարողանում ներել։ Դավիթ Համբարձումյանը չի կատարել քրեական օրենսդրության պատժելի որևէ արարք կամ այդ արարքի կասկածանքին մոտ կամ հիմնավոր շեմը հաղթահարած լինելու որևէ հանգամանքով ինչ որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի անցնում, դրանով չի հետապնդվել։ Դավիթ Համբարձումյանը հետապնդվում է նրա համար, որ պայքարել եւ պայքարում է դավաճան Նիկոլի եւ իր իշխանազավթ ռեժիմի դեմ։ Դավիթ Համբարձումյանին չի ներվել այն հանգամանքը, որ ինքը ստանձնել է այդ քաղաքական պատասխանատվությունը լինելու վարչապետի միասնական թեկնածուն, ընդդիմության կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու միջոցով իրեն հեռացնելու այդ գործընթացի մեջ։ Ակնհայտ է, չէ, որ այդ Նիկոլը չի գնալու այդ վարչապետի աթոռից։ Ինքը զավթել է այդ աթոռը, հրաժարական չի տալու, իրան չես կարողանում քերել այդ աթոռից եւ ինքը մի հանգամանքի պայմաններում կարող է միայն այդտեղից գնալ, բացառիկ հակազդեցության հանգամանքի հիման վրա։ Դավիթ Համբարձումյանի կամքը, Դավիթ Համբարձումյանի վճռականությունը կարող են այդ հակազդեցության եւ այդ ստեղծված միջավայրում եւ մթնոլորտում ստեղծել այդ հակազդեցությունը, գեներացնել են մթնոլորտը, որ այսօր Հայաստանի փողոցներում է, այն ատելությունը եւ արդարացի անհանդուրժողականությունը, որ հայ ժողովուրդը զգում է Նիկոլի հանդեպ, կարող էր տալ այն արդյունքը, որ վերջապես մենք կազատվենք դրանից։ Ինքը կանխելու համար չլսված, անհասկանալի, արդարության եւ արդարադատության հետ կապ չունեցող պայմաններով կալանավորել եւ անարդար դատական ակտ է հրամայել, որպեսզի կայացնեն Դավիթ Համբարձումյանի նկատմամբ։ Ինքն էր ասում, չէ, SMS-ներով ազատում է, նշանակում է։ Մի SMS էլ ստացել է իր բնորոշմամբ այդ վնգստացող դատական համակարգը, որը պիտի ապօրինաբար կալանքի տակ պահեր Դավիթ Համբարձումյանին։ Դուք ասեցիք ինչ արդարություն, ինչ ընկալումներ ունեք եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից արդարադատություն իրականացնելու ֆունկցիան եւ գործառույթը վերցրել է դատարանների ձեռքից եւ իր բնութագրմամբ իսկ տվել է նոր գործառույթ՝ վնգստալու, պատերի տակ վնգստալու գործառույթը։ Հիշեք ինչպես էին ասում, որ կալանքը ուզեն չուզեն պիտի տան։ Հիշեք ինչպես էր ինքը հանձնարարում, թե այդ որ մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի։ Հիմա ապացուցում են, որ այո, Հայաստանում դատավոր չկա, Հայաստանում կան Նիկոլի կամակատարներ, ովքեր որ մեկիս ուզեն եւ որ պահին ուզեն, մենք կհայտնվենք Դավիթ Համբարձումյանի փոխարեն։ Թող որևէ մեկը այստեղ կանգնած, մեզ դիտող Հայաստանի քաղաքացիները չմտածեն, որ իրենք ոչ մի բան չեն արել, ոչ մի բանի հետ կապ չունեն եւ իրենց հետևից Նիկոլը չի գալու։ Նիկոլը իրենց հետևից գալու է, որտեղ իրենք հայ են, Հայաստանի քաղաքացի են, Նիկոլի համար դիմադրության պոտենցիալ օջախ։ Նայեք, հիմա հեշտ որակում է գտնվել բոլոր քաղաքացիները, ովքեր որ որոշում են ընդդիմադիր հայացքներ ունենալ, ընդդիմախոսությամբ հանդես գալ, որակվում են իբրև հիբրիդային գործակալ, անգամ նույնիսկ այս օրակարգը հասել է արևմուտք, դրա համար գումարներ են հատկացվել, գուցե արդեն որպեսզի պայքարեն այդ գործակալների դեմ։ Այս առնչությամբ ինչու ընդդիմությանը չի հաջողվում արևմուտքին ցույց տալ երկրում տեղի ունեցողը։ Հայ ժողովրդի դեմ մի հիբրիդային գործիք կա եւ հիբրիդային պատերազմի արդյունքում դավաճան Նիկոլը, իշխանազավթ Նիկոլը 2018 թվականին բերվել է իշխանության, որ հայ ժողովուրդը, հայկական պետականությունը չկարողացավ դիմադրել եւ դիմակայել այդ հիբրիդային պատերազմին, այնքան մեծ էր այդ ալիքը, այնքան անկառավարել էր այդ ալիքը։ Նիկոլը ստեղ-ընդեղ ինչ-որ հատուկ գործողություններից է խոսում, դժգոհում, բողոքում, հատուկ գործողության, օպերացիա, իրանք դա ոնց են անվանում, չգիտեմ, իրանց լեքսիկոնը չէ ինձ հետաքրքրում։ Հատուկ գործողության արդյունքում է Նիկոլը ստեղ բերվել իշխանության եւ օտարերկրյա ուժերի շնորհիվ է, որ պահվում է հիմա իշխանության։ Հայ ժողովուրդը սրան իշխանություն բերելու հետ, հայ ժողովուրդը սրան իշխանության մեջ պահելու կամ ընտրությունների արդյունքով սրան իշխանության տալու հետ կապ չունի։ Եկեք մենք շատ ցավոտ է, բայց ընդունենք, որ մեզնից որոշները օգտագործվել են որպես շղարշ 18-ին, որոշները 21-ին, մենք երբևէ կապ չենք ունեցել սրան ընտրություններով այս երկրում իշխանություն կարգելու հետ։ Ինչ վերաբերվում է հիմա եվրոպական կառույցներին, քաղաքական համայնքին։ Ես չի որ պիտի հայ ժողովրդին պատմեմ իրենց երկերեսանիության եւ քաղաքական երկակի ստանդարտների մասին, որոնք ցավալիորեն առաջին հերթին հենց հայ ժողովրդի կյանքի եւ իրավունքների վրա են անդրադառնում։ Իրենք չեն լսում եւ չեն տեսնում հիմա քաղաքական բանտարկյալներին, որտեղ Նիկոլը իրանց կամակատարն է։
իրենք չեն տեսել Արցախահայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որտեղ Նիկոլը իրանց կամակատարն է։ Հենց Հայաստանում կգան իշխանություններ, որոնք կվերականգնեն պետական կարգը Հայաստանում, կսկսեն զբաղվել հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախյան հատվածի իրավունքներով եւ վերադարձի իրավունքով, միանգամից կդառնան էլի հալածման առարկա, որտեղ չեն լինի իրենց ենթակա։ Իսկ ինչ վերաբերում է ներողություն, ինչ որ բևեռների, որ արևմուտքը սրանց է պաշտպանում, չգիտեմ, Ռուսաստանը նրանց եկեք մի ճշմարտության մասին ուղակի բարձրաձայնենք, հա, որտեղ մենք նենց ծայրահեղ վիճակում ենք, որ էլ մեկս մեկին ոչ խաբելու, ոչ էլ ճշմարտությունը թաքցնելու հնարավորություն չունենք։ 21 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլին պետք է Ռուսաստանի Դաշնության քաղաքական ստորագրությունը ընտրությունների գնալու համար, 26-ին հիմա ընտրել է արդեն ամերիկյան բևեռում ստորագրություն ստանալու հանգամանքը, նենց որ իր արևմտյան տերերն էլ, իր տարբեր տեղերում գտնվող հովանավորներն էլ, տարբեր երկրամասերում գտնվող հովանավորներ իրան լավ պահում են։ Մեր գործ ուղակի սեփական ուժերով համախմբվելն է ու սրան հակազդեցություն տալը։ Համատեքստում ո՞նց եք հնարավոր համարում, եթե ասում եք կոնսոլիդացիա կա Փաշինյանի թեկնածության շուրջ։ Կոնսոլիդացիա կա իր արտաքին տերերի մոտ եւ դա միշտ էլ եղել է 18-ից անփոփոխ է եւ հանրապետականը դրա մասին խոսել է։ Իմ կոնսոլիդացիան մեր այստեղ հավաքված ժողովրդի, մեր հասարակության մասին է, այն հասարակության, որտեղ ամեն 4-րդը շատ հստակ առանց վախենալու հայտարարում է, որ Նիկոլը դավաճան է։ Այս քաղաքացիների գիտակցության, կամքի, վճռականության ու կոնսոլիդացիայի մասին է խոսքը։